Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունն եք բերում, ձեր խորհուրդներով, ձեր առաջարկներով։ Եվ այսպես բարեկամներ, այսօր պատրաստելու ենք մածնապուր, մի տարբերակ մածնապուրների եւ ունի հետեւյալ բաղադրությունը։ Բնականաբար մածուն, մի քիչ թթվասեր, ծեծած միս կոլոլակ, բրինձ, օգտագործելու ենք կարագ, անանուխ, չոր եւ կարմիր պղպեղ, իսկ ամենակարևոր եւ ամենահիմնական համեմունքը, որ մենք միշտ կրում ենք մեզ հետ, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք, սկզբի համար հարգելի հեռուստադիտողներ, բրինձը խաշում ենք, այնքան եւ պիտի օգտագործել անպայման երկար բրինձ։ Բրինձը խաշում ենք պնդանալու աստիճան, ջրով։ Այսպես, թող բրինձը եռա, մենք պատրաստելու ենք, ինչպես դուք տեսաք, այս ուտեստը ունի մսային բաղադրիչ եւ այդ մսից մենք հիմա կպատրաստենք կոլոլիկներ կամ ինչպես փոքրերին ենք մենք անվանում, իսկ դրա համար հարկավոր է նախորոք թրջված բլղուր, մի քիչ աղ կավելացնենք բլղուրին, կարմիր աղացված քաղցր պղպեղ, եւ կոլոլակ։ Այս զանգվածը խառնում ենք, միատար զանգված պետք է ստանալ, որը մենք ստացանք արդեն։ Սա այսպես, հիմա մենք կարագը խառնում ենք կարմիր պղպեղի հետ, սա կոլոլակի համար պիտի պատրաստել խճողակ, լցոն, կարմիր պղպեղ, մի քիչ սամիտ կգտրենք, սամիթը նույնպես խառնենք կարագի հետ, նորից պիտի ստանանք միատար զանգված, որով պիտի լցոնենք կոլոլիկները կամ փոքր կոլոլիկով ապուր ենք ասում, երբ որ օգտագործում ենք փոքր կոլոլիկներ։ Կոլոլակը դա ընդհանրական, այսպես բայազեթի կոլոլակ, ինչպես ասում ենք բայազեթի քուֆտա, սա այդ մասին է։ Հիմա մենք կոլոլիկներից գնդիկ կպատրաստենք, գնդիկներ, եւ այդ գնդիկները կլցոնենք կարագով։ Իսկ գնդիկներ պատրաստում ենք ձեռքով, բարեկամներ, ձեռքը թրջում ենք, այսպես խառնում եւ փոքրիկ գնդիկներ։ Գնդիկները այսպես կլորացնում ենք, անցք բացում, այսպես, կարագի այս խճողակը տեղադրում ենք կոլոլակի մեջ եւ մատերի այսպեսի շարժումով փակում։ Վերջ ունեցանք 8 փոքր կոլոլիկներ, Այսպես
բրինձը մի քիչ արդեն պատրաստվեց, մի քիչ նորից ջուր, այնքան որ հավասարվի բրինձին, որովհետև հիմա դեռ պատրաստելու ենք մածունից արդեն զանգվածը։ Մածունն է սա, ավելացնենք մի քիչ թթվասեր, բացենք, կարելի է ավելացնել չոր անանուխ, հարելով, տակը իջեցնենք, ջերմաշճանը, խառնենք, միատար զանգված ստանանք, մի քիչ հիմա կարելի է աղ ավելացնել բրինձին, ավելացնում ենք մածունը, խառնելով, եթե հիշում եք, պետք է խառնել փայտից գտալով, ամբողջությամբ լցնենք, մեզ հարկավոր խտությունը խառնելով նորից ստանանք, և հարկավոր է նորից ուշադրությամբ խառնելով հասցնել եռման աստիճանի։ Հիմա զգուշությամբ տեղադրենք կոլոլիկները, ուշադրություն պիտի դարձնենք, որ մենք չօգտագործեցինք սոխարած և չօգտագործեցինք նույնիսկ յուղ։ Իհարկե կարող ենք վերջում կարագ ավելացնել, բայց այս ուտեստը հենց այսպես է մատուցվում, մատուցման ժամը կգա մոտավորապես 8-ից 12 րոպե հետո և կտեսնենք, թե ինչ տեսք կունենա այս հիասքանչ ուտեստը։ Կսպասենք 12 րոպե և ուտեստը կներկայանա մեզ իր ամբողջ շոկով։ Բարեկամներ, ինչպես տեսնում եք, արդեն բարձրացան գնդիկները, կոլոլիկները, սա արդեն ազդանշան է, որ ուտեստը պատրաստ է։ Համտեսում ենք, արդեն նույնիսկ ավելորդ է բացատրել մի քիչ աղ, մի քիչ կարմիր աղացված քաղցր պղպեղ, մի քիչ անանուխ կամ չոր նանա և վերջ ուտեստը պատրաստ է, քաշում ենք կրակից և մատուցում, մինչ մատուցելը նորից ուզում եմ հիշեցնել։ Մենք բրինձը կիսախաշ արեցինք ջրով, կոլոլակից և բլղուրից պատրաստեցինք խճողակ, խառնեցինք, միատար զանգված ստացանք, այդ խճողակից գնդիկներ պատրաստեցինք, առանձին կարագը խառնեցինք կարմիր պղպեղի և նանայի հետ և սամիթի, գնդիկների մեջ, կոլոլիկների մեջ լցոնեցինք այդ կարագի լցոնը, հետո մածունը և թթվասերը խառնեցինք, մի քիչ նանա ավելացրինք կիսախաշ բրինձին, ջուրը ավելացրինք ստանալով համապատասխան խտության զանգված և եռալուց հետո, խառնելով եռացրեցինք, փայտի գտալով բնականաբար, և եռալուց հետո ավելացրինք կոլոլիկները։ Նորից հիշեցնեմ, մածնապուր, գողթն գավառի։ Պատրաստ է արդեն։ Ծանոթանալով այս մեր հնագույն ավանդական ուտեստներին, բարեկամներ, և հիանում ես և զարմանում, թե ինչպիսի օգտակար ուտեստներով են սնվել մեր նախնիները և նորից զարմանում ես, թե ինչու մենք այսպիսի ուտեստներ մեր առօրյա կյանքում միշտ չենք օգտագործում։ Բարեկամներ, ուտեստը պատրաստ է արդեն և ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, ուզում եմ, որ շատ հաճախակի հանդիպենք և այդ հանդիպումները լինեն
արդյունավետ, իսկ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Մածնապուր, մածուն 200 գրամ, թթվասեր 1 ճաշի գդալ, ծեծած միս 350 գրամ, բրինձ 100 գրամ, կարագ 100 գրամ, չորանանուխ, կարմիր պղպեղ, աղ, բարեխորժակ։